8 տարի պարոն Փաշինյանը ղեկավարում է, մեկը տասեք ինչ արել։ Բացի հանձնելուց, բացի պարտվելուց, բացի զոհեր տալուց, բացի գույքարկ ավելացնելուց, բացի դադար խոսալուց, սուտ խոսալուց։ Ինչ է, մի բան կարակ ասեք։ Ասֆալտներ, այսօր մի հատ գալիս է ամառ նորից սա քանդում է, գոնե 5 տարի գարանտիա ունենա եղբայր։ Ոչ թե ծանոթ բարեկամով տենդեր էլ չկա։ Ժողովուրդը հոգնել է հայույանքից, այդ ստից, խափելուց, մարդը ուզում է իր դարդու ցավին մասին խոսած, իր խնդրի մասին խոսած, իր խնդիրը լուծես։ Թող մեկը կարողանա Ծառուկյանին հակառակ ասի։ Այսօր Ծառուկյանը 3 գույնի սարուշկա է հագի, նույնն է հագնում, ասում են սարուշկա չունի, մեկ մի գույնի է։ Կամ Ծառուկյանի տղեն Բելարուսիայում է, բերել, արա գնացեք դուք մեր գերիներին բերեք։ Ամոթը, խայտարակ ենք լինում, խաղաղություն եք բերել, բայց գերիները այսօր մեր գեներալներն ու նախագահները այնտեղ նստած են։ Ինչ խաղաղության մասին կարող է։ Գագիկ Ծառուկյանը հորդորում է ժողովրդի հետ ազնիվ լինել, արձագանքում է նաև իր մասին հայտարարություններին։ Ձեզնից մեկն եմ, ձեր կողքն եմ եղել Նիկոլ Փաշինյանին ձայն եմ տվել, իմ դեպուտատը հավատալով իր խոսքին, որ այո, Արցախ Հայաստանա եւ վերջ, մենք չենք եկել հող հանձնելու, մենք եկել ենք պահելու, ասելա, ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, ասելա, այսօր տուգանքները ավելանալով, ոչ մի բան չեն արել, հələ շատ բառ ունեմ ասելու, նրանք այսօր ներվայնացած, նարտայնացած, որ Ծառուկյանը պար ժողովուրդ հետ հասկանալ լեզվով, խոսում է, ասում է, խնդիրը պրոբլեմը, հերիկա ժողովրդին խաբեք, խաղաղություն եք բերել, Ժորժ ջան, այսօր Ալիևը խաղաղություն է բերել մեր հետ, Ալիևի պահվածքը դուք նայում եք, դուք ձեզ զգում եք որպես հայ, որպես հզոր մարդ, ոնց որ ասում է, Ծառուկյանին ընտրեցիք, ընտրելու եք Լուկաշենկոին, ես էլ ասում եմ, ով ՔՊ-ին ընտրեց, դա ընտրելու Ալիևին, որտեվ եթե Ալիևին ու Էրդողանին, ես էլ եմ մեղավոր, որ նույն Նիկոլ Փաշինյանի համար հրապարակում գնացել ձայն եմ տվել, հավատացել եմ, բայց այսօր ոնց տվել են գնացել պետք է փողենք ձեր ցավը տանը։